Վահրամը տաքսիստ է, Պետերբուրգում է աշխատում, դժգոհ չէ, վատ չի վաստակում, բայց հիմա լսել է ռուսական խստացումների մասին ու անհանգիստ է։ Այդ ավտանեմ, ես սովորական տղա, տաքսի եմ քշում, տունս պահում, Եվրամիություն, Ռուսաստան ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ աշխատեմ, իմ փողն առնեմ, ինչ են սենց բարդացնում։ Ռուսաստանը տարբեր խողովակներով ամեն օր մի խստացման մասին է բարձրաձայնում։ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը մեկ փորձագետների լեզվով է տնտեսական սանկցիաների, սահմանափակումների մասին գրում, մեկ քաղաքական գործիչների։ Ռուսաստանում կարող են արգելել միգրանտներին աշխատել տաքսի ծառայությունում ու հիվանդանոցներում։ Արդար Ռուսաստան կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն է ասել ՏԱՍՍ-ին։ Այս կուսակցությունն իդեպ ռուսական ընդդիմադիրներից է համարվում, բայց վերահսկելի ընդդիմադիրներից առանձին տեղեկություններով հենց Կրեմլից է վերահսկվում։ Միրոնովը պատճառաբանել է, թե միգրանտները հաճախ ռուսերենին չեն տիրապետում, օտարերկրացի վարորդները չգիտեն քաղաքը եւ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Միգրանտներին պետք է արգելվի աշխատել սոցիալական ոլորտներում, շատ շրջաններ արդեն իսկ մտցրել են նման սահմանափակումներ, նրանք անելիք չունեն կրթության ու առողջապահության ոլորտներում, ինչպես նաև մեր քաղաքացիներին տաքսիով փոխադրելու գործում։ Օգոստոսի 1-ից Մոսկվան գործարկել է նաև խստացումների հարկային հատվածը։ Միգրանտը հարկ չվճարեց, ավտոմատ կզրկվի պատենտից, լիցենզիայից։ Այստեղ սև ամպերը մաքրուհիների, դայակների, նոտարների, փաստաբանների գլխին են, իսկ Միրոնովն առաջարկել է ընդհանրապես վերացնել արտոնագիր տալու համակարգը, որովհետև ըստ ռուս падգամավորի միգրանտները հաճախ արտոնագիր են ձեռք բերում, հետո սակայն չեն աշխատում։ Նա առաջարկել է նաև արտերկիր փոխանցելիս միգրանտների համար հարկ սահմանել, յուրաքանչյուր բանկային փոխանցման համար 3%։ Հայ միգրանտները սա ողջամիտ չեն համարում։ Փոխանցելուց էլ տոկոս բան են պահելու մեզնից, ես եկել եմ աշխատեմ, տունս պահեմ, փոխանցեմ չի լինի, չփոխանցեմ չի լինի։ Մոսկվան հաստատել է արդեն նաև կարգավորումը, որը ընդլայնում է տեղն ու տեղը արտաքսում ենթադրող վարչական իրավախախտումների ցանկը։ Օրինակ, մարդուն կարող են արտաքսել երկրից ճանապարհային երթևեկության կանոնների տարրական խախտման համար։ Մի քանի անգամ ավելացրել են փաստաթղթերի ձևակերպման վճարները, ժամանակավոր կացության կարգավիճակի ձևակերպումը 6000-ից դարձավ 30000 ռուբլի, իսկ քաղաքացիության ընդունումը 50000 ռուբլի։ Միգրանտների տեղաշարժը վերահսկում են հատուկ բջջային հավելվածների միջոցով։ Ամինահավելվածը իրավապահներին շուրջօրյա է փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե նա 3 օր չթարմացնի տվյալները, ավտոմատ կհանեն հաշվառումից ու կվտարեն երկրից։ Մինչև ուր կհասնեն այս խստացումները, հայ մասնագետները լավ կանխատեսումներ չունեն եւ չեն զարմանում մոսկովյան այս կեցվածքից։ Եվրամիությունն ու Ռուսաստանը գարետ արտակատման մեջ են։ Անունը կարող դնել հիբրիդային պատերազմ Ուկրաինայի տարածքում։ ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, որը ԵԱՏՄ-ի մնացած համակարգերի մեջ, ասի չէ, ես Եվրամիության հետ գնում եմ ջերմ համագործակցության, դա ինտեգրվում եմ։ Եվ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շարժիչ ուժը Ռուսաստանն է, հիշեցնում է մասնագետը։ Երկու կառույցն էլ մեկ որոշակի պահանջ ունեն՝ հստակ կողմնորոշվել։ Պահանջում են անգամ հանրաքվեով ճշտել, թե որ վեկտորի կողմնակից է հայ ժողովուրդը։ Հայկական կողմը սա ոչ բարեկամական գաղափար չեն համարում, ավելին ըստ Փաշինյանի դա հայկական կողմի գաղափարն է։ Պարզապես այս պահին այդ հանրաքվեի առարկան չկա։ Իսկ մասնագետները համարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի, որովհետև Եվրամիության շուկան ԵԱՏՄ-ի այլընտրանքը պարզապես չի կարող լինել։ Իսկ կզրկեն ձայնից Հայաստանին ՀԱՊԿ-ում եկող նոյեմբերին։ Հայաստանը փաստացի սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Երևանը պնդում է, որ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ ՀԱՊԿ-ը 2021-22 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, երբ ադրբեջանական կողմը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Իսկ 2024-ին Փաշինյանը հստակեցրեց, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ։ Կում որոշումները հայտնի է ընդունում են կոնսենսուսով, փոխհամաձայնությամբ, եւ ուրեմն ինչ է սպասվում Հայաստանին։ Եկող աշունը ակնհայտորեն Երևանի համար կտրուկ որոշումների շրջան է լինելու։ Մոսկվան կոշտ է պահանջները ներկայացնում վերջնագրերի լեզվով։ Ինչպես կհանգուցալուծվի խնդիրը, կկիրառի Երևանը վետոյի իրավունքը կամ ինչպիսի կոնսենսուս կձևավորվի։ Նոյեմբերյան ՀԱՊԿ-ի նստաշրջանն ու դեկտեմբերյան ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի արտաքին քաղաքականության համար թերևս ճշմարտությանն առերեսվելու հավաքներ են լինելու։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։